Պարոն Կարապետյան, վաղը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալու համենայն դեպս վերջին տարին աննախադեպ երևույթ, վեհափառ հայրապետը եւ եւս 6 սրբազաններ դատարանի առջև են կանգնելու, հիշենք, որ ձեր քրեական գործը վերաբերում է նաեւ եկեղեցին ներձևով պաշտպանելու հայտարարությունից հետո սկսվեց այն, նախ վեհափառ հայրապետի քրեական գործի մասին ձեր գնահատականը եւ այդ ձևով պաշտպանելը ի վերջո ոնց է դրսեւորվելու։ Ես համարում եմ դա ամբողջայնության խայտարակություն է, որ շարունակում են այս իշխանությունները, ինձ թվում էր իրենք ուշքի կգան, բայց դեռ շարունակում են, կտեսենք։ Պարոն Կարապետյան, ձեր նախորդին արված այստեղ արտահայտությունը հա մեջբերեմ Գյորմամիշ երեք ազգային ժողովում մի միջադեպի պատճառ դարձավ, երբ Նարեկ Կարապետյանը եւ Տարոն Չախոյանը այդ արտահայտության համար վիճեցին, ըստ էության դուք ինչ եք պատրաստվում անել, ձեր խոսույթը վերանայել կամ արդյոք ում մեղքի բաժինն էր այդ միջադեպը, եթե հետեւել եք ազգային ժողովի, չնայած չեք կարող եք հետեւել եք Իրենք ազգային ժողովում վերջացրել են այդ հարցը, դուք բոլորը տեսաք ում մեղավորություններ, դրա համար ես չեմ ուզում։ Իսկ ձեր խոսույթի մասով զղջ չեք զղջում։ Այսինքն որ խոսույթի մասով, եթե դուք հարց եք տալիս ձեր բիզնեսները խլելու, իմ բիզնեսները խլելու մասին, ես ավելի հետաքրքիր խոսույթ ունեմ։ Պարոն Կարապետյան, բիզնեսները խլելու մասին այսօր կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ հեծը դառնալու է պետականություն, հո հանձնվի ռազմագրային կառավարման։ Դուք գիտեք ում է հանձնվելու կամ որ ընկերությանը եւ ինչ կասեք այս մասին։ Դե իրենք դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն։ Դրա համար գոյություն ունեն դատարաններ, Հայաստանի դատարաններ, միջազգային դատարաններ։ Մենք հիմա պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ։ Ինչ բան Կարապետյան ինչ միտում է այդ պայքարը։ Որտեղ Հայաստանում թե եվրոպական։ Եվրոպական դատարաններում քայլ-քայլ գնում ենք առաջ։ Պարոն Կարապետյան, ռուսական Ունենք արբիտրաժի որոշում, որը արգելում է իրենց ցանկացած գործողություններ այդ ակտիվի նկատմամբ, կտեսենք։ Պարոն Կարապետյան, ռուսական կողմի տվյալներով 2026-ին շուրջ 2/3-ով ապրանքաշրջանառությունը նվազել է։ 2026-ին դա շուրջ $8 միլիարդ էր։ Այս թվանիշը դուք ինչպես եք գնահատում եւ ինչ ռիսկ եք տեսնում։ Դրանից մեկ տարի առաջ, ինչքան հիշում եմ, $11 միլիարդ էր։ Ես դա համարում եմ այս անկարող կառավարության հաջողությունները, որ անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին։ Պարոն Կարապետյան, նաև իշխանությունը հայտարարեց, որ որոշ գերատեսչություններ, օրինակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանելու են աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։ Նախ ինչպես եք այս փոփոխությունը գնահատում եւ արդյոք դա կարող է բերել առաջարկվող ծրագրերի փոփոխության, վճարների փոփոխության, թե զուտ տերմինաբանական փոփոխություն եք համարում։ Իրենց օրոք դա հստակ տերմինաբանական փոփոխություն կլինի, բայց բարեկեցություն բառը ինձ ավելի դուր է գալիս։ Կրկին անդրադառնալով եկեղեցու թեմային, մեկ տարի առաջ հայտարարում եք, որ եթե քաղաքական ուժերը չկարողանան պաշտպանել եկեղեցին, ապա դուք ձեր ձևով կմիջամտեք այդ ամենին, հիմա արդեն որպես քաղաքական ուժ, ոնց եք պաշտպանելու եկեղեցին, եւ մի հարց, վաղը ձեր ուժը ներկա լինելու է Էջմիածնում դատարանում։ Անպայման ներկա լինելու են, դրանով էլ ցույց ենք տալու մեր պաշտպանությունը։ Պարոն Կարապետյան, դուք վարչապետ չդարձաք, բայց օրակարգում է ձեր քաղաքացիություններից հրաժարվելու հարցը։ Իհարկե։ Ինչ փուլում է։ Անընդհատ հարցնում ենք, չեք պատասխանում ուղղակի։ Այն փուլում է, երբ ինձ հնարավորություն լինի ազատվել տնային կալանքից, դրանից հետո նոր այդ հարցը կտակ։ Պարոն Կարապետյան, ազգային ժողովում բարձր անդոնից նաև հնչեց, որ հեծը հավելագրումներ է արել հատկապես մանկապարտեզների եւ բանակի նկատմամբ ձեզ մեղադրելով, որ զինվորի եւ երեխաների հացն եք ուզում կտրել, այդ հայտարարության ինչպես եք մեկնաբանում։ Իրենք ստիպված հայտարարությունները, որը իրենց քաղաքական ղեկավարը անում է, իրենք ստիպված դա կրկնում են, բայց դրա դիմաց չունեն ոչ մի ապացույց, արդեն 1 տարի 2 ամիս կառավարում են, չկա ոչ մի ապացույց, բայց հեծը գործող մարմին է, հեծում մոտավորապես 3000 մարդ
հնարավորություն ունի այդպիսի ապօրինություններ անելու։ Դրա համար հիմա Փաշինյանը մսխել է 8.5 միլիարդ դոլար։ Ինչ, մենք կանգնենք ասենք, որ 8.5 միլիարդ դոլարը կերել է ինքը, չնայած միգուցե ինչ-որ մասից օգտվել է, բայց այդպիսի հայտարարությունները դա անպատասխանատու հայտարարություններ են, առավել ևս, երբ իրենց կառավարած դատարանը արդեն հերկել է այդ ամեն ինչը։ Պարոն Կարապետյան, պարոն Վարդևանյանը հայտարարեց, որ ընդդիմության ներկայացրած նախագծերը առաջարկեց քննարկել լիագումար նիստերում։ Դուք ունեք արդեն օրենսդրական փոփոխությունների փաթեթ եւ ըստ առաջնահերթության դրանք ներկայացնելու համար, թե դեռ դրանք մշակման խմբագրման փուլում են։ Կամ փաթեթներ եւ կամ փաթեթներ խմբագրման փուլում։ Մի վերջին հարցներ էլ շնորհակալություն։ Ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բարեգործության արգելքի մասին, հատկապես հիմա, երբ նա վերընտրվել է վարչապետի պաշտոնում եւ անհաշտ է մի տեսակ ուժեղ Հայաստանի ակտիվ գործունեության հետ փորձում է սրանով ձեզ սահմանափակել։ Իհարկե, քանի որ ինքը ունենալով ամբողջ պետության ռեսուրսը ոչինչ չի կարողանում անել, ստիպված պետք է սահմանափակել մարդկանց, ովքեր իրենց հնարավորություններով փորձում են ինչ-որ լավ բան անեն մեր գյուղացիների համար։ Պարոն Կարապետյան, ընդդիմադիր առաջնորդների հետ համախմբումի ինչն է, այս առումով ինչ աշխատանքներ են Դա ակտիվ համախմբում ենք, միանանք ասեք։ Ինչպես, այսինքն քննարկումներ են եղել, տեսակցություններ Եղել են, լինում են, ում հետ օրինակ։ ոնց կարան, Կաշնիկի ասը, Նախկին Բռնել նախագահների կտակել։ օրինակ, պարոն Կարապետյան, նախկին նախագահների Հայաստանի Հանրապետության։ երբ ընդդիմությունը համախմբում է, եթե իրենք ցանկություն ունենային մեր գործընկերները ընդունեին իմ առաջարկությունը ուղիղ ետերում համախմբվեինք, դուք հիմա տեսնեիք ու ես կասեի, բայց քանի որ ցանկություն եղավ համախմբվել, բայց որ դուք չիմանաք, ես Բայց համախմբել ինչ եք անում։ Դե գործուն քայլեր չկան այդ առումով, գործուն քայլերը դուք ամեն չեք տեսնելու։ Պարոն Կարապետյան, մի հարց դրոշի մասին էլի, երեք իշխանական պատգամավորը Նարեկ Կարապետյանին դրոշ նվիրեց, վերջինս հրաժարվեց վերցնել եւ ձեր խմբակցության անդամը, ներողություն, քարտեզ, ներողություն, եւ իշխանական պատգամավորները հագուստի վրա քարտեզ եք կրում։ Ձեր ընկալմամբ այդ քարտեզների տարբերությունը ո՞րն է։ Այդ քարտեզների տարբերությունը ոչ միայն, բայց ամենամինիմումը այն է, որ իրենք չեն կարող նույնիսկ այդ քարտեզը, որ իրենց կրծքին կամ գլխին, նախընտրական փուլում գլխին էլ են կրում, հաստատեն, որ դա մեր սահմաններն է, քանի որ մենք ունենք օկուպացված սահմաններ, պետք է դեռ այդ ամբողջ տարածքները իրենք կարողանան հետ բերեն կամ էլ զիջեն իշխանությունը, մենք կգնանք հետ կբերենք, ինչպես ես ասել էի նախընտրական փուլում, թե չէ ասենք կծկներին, սրտի վրա, դոշի վրա կրել այդ քարտեզները, որի պատասխանը նույնիսկ իրենք չգիտեն, ես պատգամավորներին չեմ մեղադրում, իրենց հանձնարարել են, իրենք անում են, բայց լավ կլինի իրենք միանան մեզ եւ պայքարեն մեր տարածքները հետ բերելու համար։ իրատեսական է դա, որ կարող են միանալ։ Ինչ որ մարդիկ կան, ֆելատիվացի կմիանան, Դες ասել են այդ մասին, թե դուք ենթադրում եք։ Ես ենթադրում եմ։ Դասակով մարդիկ կան։